Եվ Փաշինյանը իդեպ սա շատ լավ հասկանում է, իրեն օդի պես պետք է պոկել խաղաղության պայմանագիր Ալիևից ընտրություններից առաջ։ Մենք բացարձակապես մի սանտիմետր չենք մոտեցել խաղաղության, ինչքան էլ որ կիլոմետրերով տվել ենք զիջումներ։ Խաղաղությունը, ասում եմ, երբեք ոչ մի ազգ պատմության մեջ աղերսելով, խնդրելով չի ստացել։ Այն պահին, երբ որ Իսրայելը կսկսի այդ օպերացիան, Ադրբեջանը պետք է խփի Հայաստանին։ Խաղաղության փնտրտուկը մեր համար շատ կախված է այս աշխարհակաղական մի հատ խնդրի հետ։ Արդյոք Իսրայելին կհաջողվի ներքաշել Միացյալ Նահանգներին Իրանի դեմ մասնատման պատերազմի մեջ։ Մենք մեծ հաշվով կորցրել ենք մեր միջազգային, ասենց ասեմ, դիվանագիտական սուբյեկտայնությունը, եւ Ռուսաստանը եւ ինչ որ իմաստով Փաշինյանի թիմը փորձում են այնուամենայնիվ ինչ որ շտկումներ մտցնել իրենց պահվածքների մեջ, դա ակնհայտ է։ Այդ այլընտրանքը դեռ ձևավորված չի Հայաստանում։ Եվ այդ այլընտրանքի անունը ես կդնեի, ասենք, հայկական օրակարգ։ Հիմա մեր քաղաքական ուժերը խաղում են տարբեր խաղացողների խաղեր։ Այդ օրակարգը որ եղավ, այսինքն ձեր նշածով իշխանությունը փոխել է տեխնիկայի հարցը ընդհանրապես, ճիշտ եմ հասկանում։ Գիտեք, ամենահեշտ պատասխանը հենց դա կլներ, այո։ Չեմ հավատում ոչ նոր ուժի կարողությանը, ոչ էլ հին ուժի կարողությանը։ Լավրովը Երևանում է, Ալիևը շարունակում է խոսել նախապայմանների լեզվով։ Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում առնվազն առերևույթ առաջընթաց չկա։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր երկրում արտաքուստ ամեն ինչ հանգիստ է։ Տպավորություն է, որ գրեթե բոլոր ուժերը պատրաստվում են ընտրությունների։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյան, բարի գալուստ կիզակետ։ Բարև ձեզ։ Կիսում եք, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, կիսում եք այդ իմ բացման խոսքի վերջին մասը, որ երկրում ամեն ինչ հանգիստ է եւ բոլորը պատրաստվում են ընտրությունների, գրեթե բոլորը, որովհետեւ երրորդ նախագահը ոնց որ թե չէ։ Ու այս ամենը հաշվի առնելով այս պահի, ձեր այս պահի տպավորությամբ Փաշինյանն ու իշխանությունը ինչի են պատրաստում պետությունն ու իրենք իրենց ինչի են պատրաստում։ Երկրում ոչ մի բան էլ հանգիստ չի եւ գլխավոր հարցը, որ շարունակում է հուզել մեզ բոլորիս, որովհետև ի վերջո դրանից է կախված ամեն ինչ, մեր անվտանգության զգացումը, մեր բարեկեցությունը, մեր կարողությունները ընդունել օտար երկրյա ներդրումներ, կարճ ասած, ամեն ինչ, ինչ որ կապված է մեր ապահով կյանքի հետ, կախված է մի հարցից, եւ այդ հարցը այն է, թե արդյոք մենք կարող ենք ունենալ խաղաղություն եւ խաղաղության լուրջ հեռանկար։ Արդյոք կարող ենք եւ ուր է տանում Փաշինյանը մեզ։ Հիմա սա է գլխավոր հարցը, որովհետեւ եւ Փաշինյանը իդեպ սա շատ լավ հասկանում է, իրեն օդի պես պետք է պոկել խաղաղության պայմանագիր Ալիևից ընտրություններից առաջ, որովհետեւ դա իր կարծիքով կլինի միակ հաղթաթուղթը, որ ինքը կկարողանա ներկայացնել մեր հանրությանը ու ասել, գիտեք ինչ, այո, ամեն ինչ ձախողել եմ, Ղարաբաղը ավիրել եմ, չգիտեմ, բանը մեր տարածքները կորցրել եմ, որոշակի արդեն մեր բուն Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքները, բարձունքները, վնասներ եմ տվել բոլորին, տնտեսությանը եւ այլն, բայց հասել եմ մի հատ երանելի հանգրվանի, բերել եմ խաղաղություն, որը արդեն կբացի մեր անվտանգության ապահովման եւ զարգացման երանելի, պարոն Զուրաբյան, երեք լավ չենք հավատում Ալիևին, բայց երեք Ալիևը ասաց, որ տեքստը մենք ենք գրել։ Հա, շատ լավ։ Ինքը կասի տեքստնել են, Փաշինյանը կասի տեքստնել են, իրենք գրել, այո, մենք գնացել ենք շատ ծանր զիջումների, կընդունի որ տեքստը իրենք են գրել։ Բայց բերել եմ ձեզ այդ կադաստրի թուղթը, չգիտեմ, անունը կդնի Հայաստան Հանրապետության ծննդյան վկայականի թուղթը, չգիտեմ, նոր Հայաստան, ի վերջո վերջապես մենք ստացանք անկախ Հայաստան։ Ինչ ասես, դե գիտեք, իր դեմագոգիկ ամբողջ այդ բանը պաշարը, այդ սաղ կներկայացնի ու կասի այնուամենայնիվ, հա, կզած, չգիտեմ, զիջած եւ այլն, բայց մենք եկել ենք խաղաղության հանգրվան։ Հիմա խնդիրը այն է, որ իրականում սրա տակ թաքնված է մեծ խաբեություն, որովհետեւ մենք բացարձակապես մի սանտիմետր չենք մոտեցել խաղաղության, ինչքան էլ որ
կիլոմետրերով տվել ենք զիջումներ, բայց խաղաղության չենք մոտեցել։ Ամբողջ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության այս ամբողջ խնդիրը սրա մեջ է, որ ինքը փորձում է սեփականաշնորհել այդ խաղաղության օրակարգը եւ ասել, որ ես բերում եմ խաղաղություն, մնացածը պատերազմ, բայց իրականում հենց այստեղ է կատարվում ամենամեծ խաբեությունը։ Ինքը խաղաղություն չի բերում։ Ու գիտեք ինչի չի բերում, որովհետև իրականում հիմա արդեն միջազգային քաղաքականության անցնենք, որովհետև Կներեք, մնացածի մի բան դեմ, որ ասում եք մնացածը չի, այն մնացածը այստեղ կարող եք նշել նաև ինչպես կանգնեցնել Փաշինյանին, մնացածը, նաև դուք, ընդհանրապես մնացածը, իրենք իրենց խաղաղությունն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը չկարողանա այդպես ասել, ասում են այլընտրանքը, իրենք իրենց խաղաղությունն ունեն։ Իհարկե մենք ասում ենք, Հայազգային կոնգրեսը ասում է, բազմիցս ասել ենք, ոնց ենք մենք պատկերացնում խաղաղությունը, որն է ճանապարհը դեպի խաղաղություն, որ իրականում խաղաղությունը մուրալով հետևից ընկնելով, նվաստանալով, կոֆեի կանչելով, հրաժարում ստանալով, այսինքն բան մի քիչ բան ինչ ասեմ, sense արհամարական, որ դե հետո կգամ կխմենք եւ այլն, այս բաները խայտարակություն է, այսինքն դու այդպես խաղաղություն չես ստանում։ Խաղաղությունը, ասում եմ, երբեք ոչ մի ազգ պատմության մեջ աղերսելով, խնդրելով չի ստացել։ Ստացել է խաղաղություն կամ գնալով լիակատար կապիտուլյացիայի կամ այնուամենայնիվ պարտադրելով իր ուժով ինչ որ բան, այսինքն ասելով լիակատարով ենք, այն կապիտուլյացիայով ենք գնում այս պահին։ Այդ կապիտուլյացիան էլ չի անում, չի կարողանում անել, ասենց ասեմ։ Հա, ուզում է, դա էլ չի ստացվում, հա։ Դա էլ չի ստացվում, ու այստեղ գալիս ենք ամենակարևոր հարցին։ Ինչու՞։ Թվում էր, թե բանա չէ, ամեն ինչ զիջեց, ամեն ինչ տվեց։ Քծնում է Էրդողանին, Ալիևին, բանի այդ Ալիևի գրած փաստաթուղթը պայմանագրի ընդունելա, այսինքն ասել է ես համաձայն եմ դրա հետ եւ միևնույնն է չի հետեւում դրան խաղաղություն։ Հիմա հարց, ինչու է դա այդպես։ Այսինքն երբ որ բոլոր բաները, պայմանները, պահանջները ընդունված են, չէ՞ որ հասկանալի է բոլորի համար, որ այդ սահմանադրության փոփոխության պահանջը այլ պահանջներ, չգիտեմ, դրանք իրականում պատրվակներ են խաղաղության չգնալու համար։ Իդեպ կարող է դա էլ ընդունել Ալիևը խղճում է, չի ասում Փաշինյանին, դեռ ասում է ժամանակը չէ, Ալիևը որտեղ երեք ասել էր, որ վաղ թե ուշ պետք է որ դա էլ ընդունել։ Գիտեք, մենք պետք է դուրս գանք հայ-ադրբեջանական հարաբերությունների սահմաններից, որ հասկանանք ինչա կատարվում։ Կատարվում է հետևյալը։ Իրականում կներեք, որ ես մի բան պետք է ասեմ, որը կարող է թվա թե որևէ առնչություն չունի մեր երկրի հետ, բայց այդ իրականում անմիջապես կապված է։ Բանն այն է, որ ես բազմիցս սրա մասին ասել եմ, Իսրայելը պլանավորում է Իրանի դեմ մասնատման ռազմական օպերացիա։ Ոչ միայն բանի այդ ինչ որ ռմբակոծություններ կամ միջուկային նրանց կենտրոնների վերացում եւ այլն, այլ հենց Իրանի մասնատման օպերացիա, որովհետեւ Իսրայելի համար հիմա Բենջամին Նետանյախուն, այլ ազգայնական այդ ղեկավարները համարում են, որ բացվել է մի հատ մեծ պատուհան, որը կարող է չլինի էլ ապագայում, դա այն է, որ ջախջախված է Հեզբոլահը, ինչ որ իմաստով հուսիտները, Սիրիան լրիվ ուրեմն արդեն բանի տակ է, արևմուտքի կամ Թուրքիայի վերահսկողության տակ է եւ այլն, այսինքն եկել է մի պահ, երբ որ Իսրայելը տեսնում է, որ կարող է a. բնաջնջել Գազայի բնակչությունը, b. վերացնել Իրանը։ Սա հիմա իրանք սրա վրա են։ Սա ինչի է մեզ առնչվում, որովհետեւ այդ պլանի մեջ գլխավոր կետերից մեկը դա այն է, որ Իրանը պետք է մասնատվի, նրա տեղը պետք է գոյանա, ասենք, ադրբեջանական մեկ այլ պետություն, այսինքն այնտեղ շատ կարևոր խաղադրույք է արվում ադրբեջանական սեպարատիզմի վրա։ Այդ ուժը նրանք, ասենք, այդ միլիոնավոր, այդ 20 միլիոնի որոշ գնահատականով թե 15 միլիոնի բնակչությունը ադրբեջանական, նրանք պետք է ոտքի կանգնեցնեն եւ ի վերջո բերեն նրան, որ հանեն, այսինքն այնքան թույլատնեն մասնատեն Իրանը, հանեն Իրանի ազդեցության բանից, պետության, ըստ էության ուզում են գնան Իրանի պետության վերացման։ Բնականաբար
Սա ինչ է նշանակում մեր համար։ Սա նշանակում է, որ այն պահին, երբ որ Իսրայելը կսկսի այդ օպերացիան, Ադրբեջանը, որի հետ նրանք մշտական կոնտակտների մեջ են, մշտական ստրատեգիական պլանավորման մեջ են, պետք է խփի Հայաստանին։ Հայաստանին, ոչ թե Իրանին, հա։ Այո։ Բացարձակապես բան չի, պատահական չի այն հանգամանքը, որ ինչ որ պահ մենք ունենք, չէ՞, տեղեկություններ արևմտյան մամուլից, որ այս ապրիլին բանը Ամերիկան ու Իսրայելը պետք է սկսեն Իրանի ռմբակոծությունը եւ չգիտես ինչ զուգադիպմամբ նույն Ադրբեջանը ասում էր, որ ապրիլին Հայաստանի ազգայնականները պատրաստվում են պրովոկացիա կատարել Ադրբեջանի դեմ եւ այլն եւ այլն։ Այդ զուգադիպումը, այդ այցերը բանի Ալիևի խորհրդականի Հիկմետ Հաջիևի բանի դեպի Իսրայել, այսինքն հանդիպումները Բիբի Նետանյահուի հետ պլանավորված փոխադարձ այցելությունը Նետանյահուի դեպի Բաքու եւ այլն, այս ամենը մտնում էր այս սցենարի մեջ։ Բայց եթե ուսումնասիրում ես արևմտյան մամուլը եւ որոշակի շատ հեղինակավոր լրատվամիջոցներում եղած արտահայտությունները, պարզվում է, որ ապրիլին թեև սկսեցին որոշակի գործողություններ, ավիառմբակոծումներ հուսիտների նկատմամբ, այնուամենայնիվ ինչ որ պահի պաշտպանության նախարար Հեքսեթը զեկուցել է Թրամփի վարչակազմին, որ առայժմ պատրաստ չեն նման օպերացիաների եւ որոշում է ընդունվել, որ հետաձգեն այդ օպերացիաները ապրիլից դեպի հոկտեմբեր։ Ընդդեմ Իրանին օպերացիաները նկատում։ Ընդդեմ Իրանի, հա։ Դրանով մենք ենք փրկվել, հա, կոպիտ ասած։ Հենց այդ է, որ մի քիչ լարվածություն անգել է, հենց դրա շնորհիվ, որովհետև ու դրա համար մի քիչ Ալիևը փափկել, sense ինչ որ բաներ անում, փորձում այնուամենայնիվ լրիվ չմերժել բանի Փաշինյանին հետաքրքրությունների երկու երեք կրկնեց այս ամեն ինչը, հա, ինչ որ այսինքն ինքը սպասում, ինքն էլ գիտի, որ երաշխիք չկա, որ այդ օպերացիան կսկսի, բայց ինքը շատ լավ պատրաստվել է եւ գիտի, երբ որ այդ օպերացիան սկսվի, ինքը անելու է իր սև ու կեղտոտ գործը Հայաստանի դեմ։ Այսինքն ինչ անեն, միջանցք այսպես կոչված թե ուղակի, այսինքն առաջնահերթ հարձակման թերախտա է լինելու։ Զանգեզուրի գրավումը կամ միջանցքի գրավումը դա բանում է իրանց բանի ռազմական եւ ստրատեգիական ռազմավարական պլանավորման մեջ։ Հիմա, այսինքն ես ինչ եի ուզում ասել, որ շատ պարզ է, որ իրականում խաղաղության փնտրտուկը մեր համար շատ կախված է այս աշխարհաքաղաքական մի հատ խնդրի հետ։ Արդյոք Իսրայելին կհաջողվի ներքաշել Միացյալ Նահանգներին Իրանի դեմ մասնատման պատերազմի մեջ։ Հիմա ես ինչ եմ ասում, արդյոք Իսրայելին դա կհաջողվի, որովհետև իրականում Տրամփի վարչակազմում կան բավականին լուրջ տարբերություններ այս առումով, ինքը Տրամփը հակված չի պատերազմներ վարելուն, բայց մենք էլ գիտենք Իսրայելի լոբիի հզորությունը, այսինքն այդ ազդեցությունը նրա վրա կա, այդ հզորությունը կա, բայց էլի ամերիկյան մամուլի արտահայտությունների շնորհիվ մենք իմացանք, որ իրականում Տրամփը հայտնաբերել է, որ Բիբի Նետանյահուն ինչ որ դավադրական քայլեր է արել իր դեմ, փորձել է բանի այդ իր խորհրդական Վոլցի միջոցով, այլ բաների միջոցով ինչ որ ինտրիգներ կիրառելով ներքաշել Ամերիկային այդ պատերազմի մեջ եւ Տրամփը այն աստիճանի էր ջղայնացած այդ ամեն ինչից, երբ որ դա բացվեց, որ նրա վարչակազմը անգամ սկսեց խոսակցություններ նրա մասին, որ պետք է ճանաչի պաղեստինյան պետությունը։ Եվ ոչ միայն դա, ամերիկացի կես ընթացքում սեպարատ բանակցեցին Համասի հետ, որպեսզի կարողանան ամերիկական քաղաքացիություն ունեցող այդ մի պատանդի ազատումը ապահովելու ուղղությամբ եւ ստացան դա Իսրայելին տեղյակ չպահելով, ինչպես նաեւ միակողմանի դադարեցրեցին իրենց ավիացիոն պատերազմը հուսիտների դեմ, այսինքն հիմա դա անում են միայն Իսրայելը իր ուժերով է անում դա։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ստեղ կա ինչ որ բան, խնդիր։ Խնդիրը հենց դրա հետ է կապված, որ այնուամենայնիվ Տրամփը փորձում է գտնել Իրանի հետ հարաբերությունների
բան դիվանագիտական լուծում։ Անուղղակիորեն մեր հետ կապ ունի, բայց ուղղակի մենք դրա վրա ազդեցություն եւ այլն չունենք։ Մենք չունենք ընդհանրապես ազդեցություն չունենք։ Չէ, ինչի չունենք ազդեցություն, որովհետեւ Փաշինյանը իր հանճարեղ քաղաքականության շնորհիվ այնքան է թույլատրել Հայաստանը, որ այսօր Հայաստանը մի հատ օբյեկտ է դիտարկվում, նրա հետ ոչ ոք լուրջ չի խոսում։ Կարող էինք ունենալ, այսինքն։ Մենք կարող էինք ունենալ, եթե պահպանեինք մեր հզորությունը։ Մենք կարող էինք ունենալ, բայց այս հիմա այո, մենք մեծ հաշվով կորցրել ենք մեր միջազգային, ասենց ասեմ, դիվանագիտական սուբյեկտանությունը, որովհետև մեզնից կոպիտ ասած բան կախված չի։ Եվ եթե ինչ որ բան չի կատարվում մեր նկատմամբ, դրա հիմնական պատճառը այն է, որ ասենք գերտերությունների շահերը կամ որոշումները այս պահին այդ ուղղությամբ չեն ուղղված։ Եկեք այդ կոնտեքստում, քանի դեռ Լավրովը Երևանում է, չմոռանանք մեր փաստաթղթով գոնե ռազմավարական դաշնակցի մասին, մարդը Երևանում է, այս կոնտեքստում փորձենք տեղավորել Ռուսաստանը, եթե տեղավորվում է, ինքը դեր ունենալու է, նայեք Լավրովը հայտարարեց մեկ, չեմ կարծում որ պրոտոկոլային է հայտարարությունը, որ մենք ամեն ինչ անելու ենք, հա, կողմենք, որ արագ ստորագրվի եւ ամեն կերպ մեր ջանք կներդնենք, կաջակցենք Երևան-Բաքու պայմանագրի ստորագրմանը։ Մեկ եւ երկրորդ, որ Ռուսաստանը ցանկանում է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը եւ այլն։ Այս երկուսը որոնք սա նշանակում է Ռուսաստանը իր ակտիվությունն է վերականգնում Հայաստանում, տարածաշրջանում, թե ուղղակի հայտարարություններ արեց ու կգնա։ Դե Ռուսաստանի պասիվությունն ու թուլությունը այս ամբողջ ընթացքում կապված է եղել բացառապես նրա հետ, որ նրանք ամբողջ իրենց պոտենցիալը ռազմական, դիվանագիտական դրել են ուկրաինական ֆրոնտում։ Իրենց համար իրենք իրենց ձեռները բավականին լուրջ կապված են եղել այս ընթացքում։ Իհարկե հիմա երրորդ տարին է պատերազմի եւ կարելի է տեսնել, որ կամաց-կամաց իրավիճակը ստրատեգիապես փոխվում է Ռուսաստանի օգտին։ Եվ նորից գալիս ենք Տրամպի վարչակազմին, որովհետև ակնհայտ է, որ Տրամպի վարչակազմը մի գիծ է որդեգրել, ըստ որի նրանք ուզում են գնալ ստրատեգիական հաշտության Ռուսաստանի հետ։ Նրանք մի քանի անգամ հայտարարեցին, որ այս ուկրաինական պատերազմը մեր պատերազմը չի, մենք ենք սկսել, նկատի ունի Բայդենը, բայց մերը չի, մենք իզուր ենք դա արել, մենք պետք է դուրս գանք այս պատերազմից, այս ամեն ինչը հետապնդում է մի նպատակ, որ Ամերիկան ցանկանում է այնուամենայնիվ վերջ դնել այս ռուս-ուկրաինական կոնֆլիկտին, որովհետև դա ծանրագույն մի բեռ է արևմուտքի վրա, որի տակից դուրս գալը բավականին դժվար խնդիր է լինելու եւ չնայած Եվրոպան դեռ իներցիայով փորձում է դրան դիմադրել, ամերիկացիք հիմա լուրջ գործողություններ են կատարում, որ կարողանան կոտրեն եւ ուկրաինացիների եւ Եվրոպայի դիմադրությունը այս ուղղությամբ եւ այնուամենայնիվ հասնել ինչ որ մի հաշտության։ Այդ հաշտությունը դեռ չկա, նշանակում է Ռուսաստանը դեռ չի ազատել իր ձեռքերը։ Մյուս կողմից այդ հաշտությունը մոտենում է։ Դրա համար Լավրովը Երևանում նման բաներ է ասում։ Չէ, առնվազն կարելի է ասել, որ Ռուսաստանը ինչ որ հեռանկար է տեսնում, որ ինչ որ բան փոխվել է աշխարհում, արևմուտքի ամենահզոր գլխավոր երկիրը հիմա լրիվ այլ դիրքերի վրա է, հետեւաբար ինքը կարող է պլանավորել եւ հաշվարկել, որ այդ հաշտությունը եւ հետեւաբար Ռուսաստանի ձեռքերի ազատումը բավականին պատմականորեն մոտիկ պահ է։ Բնականաբար սա ստեղծում է որոշակի ֆոն, որ Ռուսաստանը կարողանա ավելի ակտիվորեն հայտարարել իր դիրքերի ամրապնդման մասին հարավային Կովկասում եւ դրա մասին բացահայտ ասել, որովհետեւ չէին ասում, չէ՞, միջև հիմա, որ sense բացահայտ գոնե այս դիվանագիտական ռետրոբանցան առումով, որ մենք պատրաստ ենք պատրաստ ենք պաշտպանել Հայաստանի աջակցել Հայաստանի պաշտպանությանը։ Հիմա իդեպ Միրզոյանն էլ այդ առումով հայտարարեց, որ իրենք հարց ուղեցին, որ Եվրոպա բան փոխեք Ռուսաստանի հետ հարաբերությունների, ասած մենք անկախ ամեն ինչից չենք ուզում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կրկնեց այդ միտքը, վերաֆորմատավորել։ Համենայն դեպս այս պահին Երևանի օրակարգում նման հարց չկա։ Եթե սա էլ ենք նայում, սա ինչ է խոսում հայ-ռուսական հարաբերություն։ Չէ, այդ այն որ եւ Ռուսաստանը եւ ինչ որ իմաստով Փաշինյանի թիմը փորձում են այնուամենայնիվ ինչ որ շտկումներ մտցնել իրենց պահվածքների մեջ, դա ակնհայտ է, չգիտենք դա ուր կբերի եւ արդյոք ընդհանրապես հնարավոր է
վստահության վերականգնումը այդ երկու երկրների իշխանությունների միջև Կարևորը նաև ով ինչի համար է դա անում բայց ես ուզում եմ ասել հետևյալը ու եւ ուզում եմ վերադառնամ այնուամենայնիվ Ամերիկա-Իսրայել-Իրան թեմային ինչու որովհետեւ բառացիորեն այսօր հենց կարող եք կարդալ CNN-ի հրապարակման մեջ խոսվում է նրա մասին որ ամերիկյան հետախուզությունը հայտնաբերել է որ Իսրայելը միակողմանիորեն նախապատրաստվում է հարձակմանը Իրանի վրա։ Հիմա բացատրեմ մի առաջի հայացքից կարող է թվա թե իրանք հիմար չեն ասենք առանց Վաշինգտոնի իրանք չեն կարող իսկապես չեն կարողանա նման բան անել եւ հաջողության հասնել բայց այստեղ կա մի ներբություն խնդիրն այն է որ ինչպես պարզվում է այդ բաներից, այդ արտահոսներից Իսրայելը հաշվարկներ ունի, որ եթե ինքը սկսում է այդ պատերազմը, ստեղծվում է մի իրավիճակ, որում Միացյալ Նահանգները ուղղակի չեն կարող չխառնվել եւ ստիպված են լինելու ներքաշվել, որովհետեւ ըստ էության մի հատ իրավիճակ է ստեղծվում, որ միշտ կարելի է ներկայացնել, որ Իսրայելի գոյությունն է անգամ վտանգի տակ, հետեւաբար ամբողջ այդ պրոիսրայելական լոբին, պրոիսրայելական establishment-ը Ամերիկայի ոտքի է կանգնելու եւ ներքաշելու է կոպիտ ասած ամերիկացիներին այս պատերազմի մեջ։ Եվ ես ուզում եմ ասեմ, որ այսինքն չնայած մենք տեսնում ենք, որ ամենօրյա Թրամփի ամենօրյա հայտարարությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ մի օր ասում է, որ մենք Իսրայելին պետք է բանանենք միջև վերջ օգնենք, եւ Իրանը եթե չհամաձայնվի, ասենք ուրանի հարստացումից հրաժարվելու այդ կետից մենք ամենավատ բաները կկիրառենք նրա նկատմամբ, ընդհանուր ակնարկելով պատերազմի։ Մյուս օրը ասում է, որ Իսրայելը պետք է այնուամենայնիվ դադարեցնի այն գործողությունները, որ ինքը անում է Գազայում եւ ապահովի այդ մարդկանց Թրամփական գործելավոճը ցույց է տալիս պլանկա, բայց պատրաստ է բանակցել ըստ էության Թրամփի ոչն է դա։ Ասեմ, դա նորմալ է, մի մոռացեք Թրամփը real estate-ի մագնատ է, ասենք նյույորքյան, ասենք որևէ գործարքին տանելու համար դու պետք է միշտ այդ պոտենցիալ գործարքի կողմերին ցույց տաս թե ինչ են իրանք կորցնում, եթե այդ գործարքը չկնքեն, ինքը միշտ այդ կիսասպառնալիք, կիսա համոզում եւ նշանակես հնարավոր ամենաբարձր գինը սկզբի համար վաճառքի դեպքում։ Այդ հնարքները գործածում է, այս պահին իմ գնահատական հետևանքն է, որ Թրամփը այնուամենայնիվ չի ցանկանում ներքաշվել պատերազմի մեջ, բայց ասում եմ, անգամ այդ քաղաքականությունը բավականին դժվար է իրագործել, որովհետեւ Իսրայելը ունի այնպիսի ազդեցություն ամերիկյան ներքաղաքական կյանքում, որ կարող է իրականում ստեղծել մի իրավիճակ, որ չներքաշվելը կլինի անհնար մի բան Թրամփի ադմինիստրացիայի համար։ Հիմա, այսինքն մենք այս վտանգավոր վիճակում ենք եւ մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը չի կնքում մեզ այդ խաղաղություն հենց այս պատճառով, որովհետեւ ինքը գիտի Ռուսաստանի ձեռքերը առայժմ այնուամենայնիվ կապված են, ինքը գիտի, որ Իսրայելը շատ հզոր պետություն է, որը օգնել է ըստ էության Ադրբեջանին հաղթել Հայաստանին դեմ նրա վարած պատերազմում եւ ունի մեծ ազդեցություն ամերիկյան ադմինիստրացիայի վրա ընդհանուր միջև ասում եմ այս նոր պատերազմի սկսելը հետեւաբար Ալիևը գտնվում է այսպես ասած սպասողական վիճակում ինքը համարում է որ իր համար հիմա Հայաստանի հետ խաղաղություն կնքելը եւ ինչ որ ձևով իր ընտրանքները սահմանափակելը ձեռնտու չի բարձ Մենք եկեք ուրեմն վերջում ավարտենք մեզ նոր բայց դե գալիս ենք մեր ներքին քաղաքական։ Այդ է ասում, նայեք, պարոն Զոհրան, հացը ձևակերպում դա է ասում։ Նայեք, մենք ամբողջ հաղորդման ընթացքում միասին հասկացանք, որ այն մյուսի վրա 0 ազդեցություն ունենք եւ այլն, ինչի մասին խոսում ենք։ Բայց մենք բնականաբար չունենք 0 ազդեցություն դրա նախորդողի, այսինքն ներքինում ինչը փոխենք, ինչպես փոխենք այդ իշխանությանը, որ կարողանանք ընթացքում սկսել ազդեցություններ վերականգնել այն ինչի մասին դուք ասում եք։ Ինչով ի վերջո մի տարի է մնացել այդ ընտրություններին։ Սպասել ընտրությունների նորից սպարտվել, իմպիչմենտ անել, փողոց լցվել, չգիտեմ, տարբեր չկա միասնական տեսակետ, չկա այդ էլիտան ցույց, որ ինչպես
Գիտեք, բոլոր նրանք ովքեր խոսում են, ասենք impeachment-ի մասին կամ փողոցային պայքարով Նիկոլին հեռացնելու մասին, տարբեր այլ սցենարների ներքաղաքական մարդիկ ընտրությունների են սպասում եւ այլն։ Մարդիկ ընտրությունների են սպասում, այդ բոլորը չեն պատասխանում ամենագլխավոր հարցին։ Իսկ ինչ ենք մենք անելու։ Ինչ ենք ուզում անենք։ Գիտեք, խնդիրը Նիկոլից հետո նկատում։ Նիկոլից հետո, հա, կամ հա, փոխարեն, այսինքն որն է մեր այլընտրանքը, էլի։ Չեն կարողանում հեռացնել։ Բանն այն է, որ այդ ցավոք սրտի այդ այլընտրանքը դեռ ձևավորված չի Հայաստանում։ Եվ այդ այլընտրանքի անունը ես կդնեի, ասենք, հայկական օրակարգ։ Ինչը նկատի ունեմ։ Մենք ըստ էության հիմա մեր քաղաքական ուժերը խաղում են տարբեր խաղացողների խաղեր։ Ինչ որ մասը խաղում է Ամերիկայի խաղը, մյուսը Եվրոպական միության կամ արևմուտքի ընդհանրապես, մյուսը ռուսների խաղն է խաղում, երրորդը արդեն մեզ մոտ կա լուրջ պրոադրբեջանական լոբիա ձևավորում, ել չասած, որ ընդհանրապես իմ տպավորությունը արդեն այնպեսին է, որ այսօրվա Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի վերցրած, դա ուղղակի ադրբեջանական լոբին է Հայաստանում։ Այսինքն իրենք իրենց արդեն պահում են որպես բան, ինչ ասեմ, Ադրբեջանի ագենտներ։ Ուրիշ պահվածք չես կարող, ուրիշ կերպ չես կարող բնութագրել այն պահվածքը, որ իրանք դրսևորում են։ Դրանից առաջ արդեն ասել են դա հանրապետականները հենց այդ տեքստն էլ ասում են ուղիղ, խնդրեմ շարունակեք։ Չէ, դե հիմա ասում են այդ այնքան ակնհայտ է, որ բոլորը տեսնում են։ Բայց այսինքն չկա հայկական օրակարգով ընդդիմություն։ Իսկ ո՞րն է հայկական օրակարգը։ Հայկական օրակարգը ո՞րն է։ 88-ի շարժման գլխավոր արժեքը հենց դա էր, որ 88-ին ձևավորվեց հայկական օրակարգ, որի վրա ոչ ոք վերահսկողություն չուներ։ Ու դա բերեց մեր ժողովրդի համախմբան ու բերեց մի վիճակի, երբ որ մենք կարողացանք լուծել անլուծելի խնդիրներ։ Ղարաբաղի ազատագրումը, անհավասար պայքարում, մեր անկախության վերականգնումը, դառնանք ինչ-որ լուրջ պետություն, որի հետ հաշվի էին նստում, ու ասենք, երբ որ Տեր-Պետրոսյանը 97 թվին գրում էր Սևծովյան բանի այդ ընկերակցության այդ համաժողովին, ասենք, իր շուրջը պատտվում էին Թուրքիայի նախագահը, Ուկրաինայի նախագահը, չգիտեմ, Ադրբեջանի նախագահը, Վրաստանի նախագահը եւ այլն, որովհետեւ տեսնում եք, որ ինչ պետություն կա, որից ագին բան կախված է այս ռեգիոնում։ Ժամանակ մենք այդ օրակարգը ձևավորելու համար Արցախն ունենք, հիմա ինչի շուրջ ձևավորեն։ Դե հենց այդ ամենակարևոր հարցը, հիմա մեր առաջ դրված է հայկական օրակարգ ձևավորելու այդ խնդիրը, որ եթե միջև չձևավորենք, մենք ոչ մի ներքաղաքական հարց չենք կարողանալ լուծել։ Միշտ գիտեք ինչ, ձևականորեն լինելու է պայքար հայկական քաղաքական ուժերի միջև, բայց դրանք իրականում ամեն մեկը կարող է լինելու ինչ որ մի արտաքին օրակարգի։ Բայց ինչ որ մինել կարող է փոխի։ Կարող է ստացվում սպասում Մոսկվան երբ պետք է փոխի Հայաստան իշխանություն կամ Վաշինգտոնը։ Այսինքն, ստեղ հիմա ամենակարևոր հարցը դա եթե մենք ուզում ենք ցավոք պետություն ունենալ, եթե մենք ուզում ենք ունենալ լինել, ինչ ասեմ, մենք սուբյեկտայնությունն ենք կորցրել, ազգային սուբյեկտայնությունը։ Եթե մենք ուզում ենք լինել տենց իր բանին, արժեքներին, մշակույթին, իր ինքնությանը տեր կանգնող ազգ, մենք պետք է այդ սուբյեկտայնությունը վերականգնենք։ Եվ այդ խնդրի լուծմանը մենք հիմա նվիրում ենք մեր ջանքերը, այսինքն մենք հիմա զբաղված ենք հենց դրանով, մենք եւ հրապարակայնորեն ելույթներ ենք ունենում եւ բանակցում ենք շատ լուրջ քաղաքական ուժերի կամ առանձին անհատների հետ այդ օրակարգի ստեղծման շուրջ եւ այն պահին, երբ որ այդ օրակարգը ստեղծվեց, մենք ունենք եւ մեր նախագիծ օրակարգի, բայց մեզ կարեւոր է, որ դա չլինի մենակ, ասենք, Հայ ազգային կոնգրեսի օրակարգը, դա պետք է լինի հանրային մեծ աջակցություն ունեցող օրակարգ։ Այդ օրակարգը որ եղավ, այսինքն ձեր նշածով իշխանությունը փոխել է տեխնիկայի հարցը ընդհանրապես, ճիշտ եմ հասկանում։ Գիտեք, ամենահեշտ պատասխանը հենց դա կլներ, այո։ Այսինքն, եթե ուզում եք այդ հարցին պատասխանեմ, շատ կարճ կասեմ այո։ Դա տեխնիկայի հարց է դառնալու։ Այն պահից, երբ որ Հայաստանում առաջանա այդ կոնսոլիդացված ինքնաբուխ օրակարգի, հայկական ինքնաբուխ օրակարգի կրող, ռացիոնալ, իրատեսական մարդկանց այդ խմբավորումը քաղաքական ուժերի եւ անհատների, հենց դա առաջացավ, տեսեք ինչ է լինելու։ Դա անմիջապես կնշմարի մեր ճանապարհը դեպի իրական անկախության վերականգնում,
իրական հաջողությունների վերականգնում, ոչ թե դեպի նիկոլական իրական Հայաստան, այլ դեպի իրական հաղթանակներ, իրական հաջողություններ։ Քաղաքական դաշտում կա այս գործող ընդդիմության մեջ։ Հայաստանը պետք է կամք ունենա։ Այսօր Հայաստանը կամք չունի։ Հայաստանը չի կարողանում ձևակերպի իր կամքը։ Ինչ է ուզում։ Ինչ որտեղ է տեսնում իր զարգացման ուղին։ Գիտեք, ասենք ես մի հատ հին օրինակ հիշեմ, էլի, մեկ էլ հիշում եք մի քանի տարի առաջ մեկ էլ սկսեցին բանը իրար փիդրել տարբեր քաղաքական ուժեր, մեկ ասում էր պետք է այդ ինչ էր Ստամբուլյան կոնվենցիան ընդունել, մեկ ասում էր պետք չի ընդունել։ Ու պարզվեց, որ քաղաքական դաշտը բաժանվել է երկու մի ճամբարի, մեկը ասում է ոնց տնտեսական բռնությունը, մյուսը ասում է այսպես է, հետո պարզվեց, որ այդ ընդհանրապես մեր հայկական օրակարգի հետ ոչ մի կապ չուներ, որովհետև մենք այդ ժամանակ ունենք անվտանգության խնդիրներ, մենք ունենք, ասենք, չգիտեմ, ենթակառուցվածքային ինչ որ մեծ պրոյեկտներ սարքելու, Չինաստանի հետ հարաբերություններ զարգացնելու, Ռուսաստանի հետ անվտանգության խնդիրներ լուծելու, հազար մի խնդիր ունենք։ Այդ դիլներ մեր օրակարգը, բայց մենք ամբողջ մեր հասարակությանը ասես ներքաշել էին ինչ որ մի Ստամբուլյան անիմաստ կոնվենցիայի։ Հիմա էլ այդպիսի հարցեր բազմաթիվ կան։ Հիմա նույն բաները կատարվում են, որովհետև Փաշինյանի տիկինն է ակտիվացել, նրան են ասում են, գիտեք, չխորանանք դրա մեջ, դա մեր քննարկման թեման չէ։ Ինչի է որոշել այդ ատելության դոզան բարձրացնել իր նկատմամբ, դա էլ է մի քիչ զարմանալի։ Բանջարաբան, վերջի հարցը կարճ, ձեր այդ նշած թեկուզ արդեն նախագծային շուտ գործող ընդդիմության երևացող ուժերի մեջ, չգիտեմ, երկրորդ, երրորդ նախագահի ուժերի կան դրան մերձեցող այդ քննարկմանը մասնակցող կամ այդ մաս կազմելու այդպեսի տեսնում եք այդ նշույլները, որ իրենք թե լրիվ նոր ուժի մասին եք խոսում։ Դուք ընդհանուր դաշտը նկատում եք։ Գիտեք, ես չեմ հավատում ոչ նոր ուժի կարողությանը, ոչ էլ հին ուժի կարողությանը։ Դա երկու տարբերակն էլ ուտոպիա է։ Ճանապարհ են դեպի ոչինչ, որովհետև գիտեք, հին ուժերը այնուամենայնիվ ունեն շլեյֆեր, ունեն քիչ օգտագործված քարտի կամ վերջը արդեն որևէ նոր բան ասելիք չունեցող ինչ որ քաղաքական այդ բանի կերպարը, քաղաքական ուժի կամ անհատների կերպարը լրիվ նոր ուժն էլ դա էլ է ֆիկցիա իմ կարծիքով, որովհետև չի կարող առանց քաղաքական փորձի, առանց լուրջ դպրոցի անցնելու մի հատ տարբերակ ունեցանք դժբախտություն մեզ բոլորիս, այդ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն էր, որը չնայած ինչ որ որոշակի քաղաքական փորձ ունեցել է, բայց ըստ էության պետական կառավարման հետ այդ փորձը չի առնչվել երբեք եւ հատկապես աշխարհակաղակական իրողությունների դիվանագիտության բանի հետ մենք տեսանք ինչ աղետներ է բերում նման մարդու գալը։ Դրա միջինը ո՞րն է այդ պարագայում, որ ասում եք, այսինքն հնի մեջի նոր մարդիկ, թե ինչպես ձևակերպել։ Ռուսերեն sense արտահայտություն կա, չէ՞, սպլավ մոլդոստի ի օպիտը։ Ես կարծում եմ, որ պետք է գտնել իսկապես մի շատ հետարքիր մի համախմբում, ասացի ինչ չափանիշներով մարդկանց, բայց այդտեղ պետք է լինեն եւ մարդիկ, ովքեր ինստիտուցիոնալ հիշողություն են փոխանցում եւ փորձ ունեն եւ քաղաքական մտածողություն ունեն, շատ թրծված եւ լինեն մարդիկ, որոնք ունեն լրիվ նոր են մտնում քաղաքականություն կամ ունեն նոր մտածողություն, նոր ավյուն, նոր մտքեր եւ այլն։ Եվ նրանք փոխադարձ պետք է իրար փոխ լրացնեն։ Այս բանը, ֆորմուլան ինձ թվում է աշխատող ֆորմուլա է եւ դրա վրա էլ մենք աշխատում ենք։ Շատ շնորհակալություն, հաջողություն ձեր աշխատանքում, հետաքրքիր բան ասացիք։ Հիշեցնեմ այսօր Կիզակետում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էր, Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube ալիքին, կհանդիպենք։